Հայաստանի Հանրապետությունում կայացան հերթական ժողովրդավարական, ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ, որոնք համապատասխանում են ամենաբարձր միջազգային չափանիշներին։ Մենք ունենք շատ ավելի ուժեղ մանդատ, մենք քաղաքացիներից ավելի ուժեղ մանդատ ենք ստացել։ Մենք 21 թվականին քաղաքացիական պայմանագրին քվեարկել է 688,761 Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ 26 թվականին մեզ քվեարկել է 727,160, այսինքն 38,399 ձայն։ Քաղաքացիական պայմանագրի կուսակցությունը հաղթել է խորհրդարանական ընտրություններով։ Այսպես են ամփոփում քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչները խորհրդարանի ընտրության վերջնական արդյունքները։ Արձանագրում են ժողովուրդը պաշտպանեց Հայաստանի ինքնիշխանությունը։ Շեշտում են ստացած արդյունքները փաստում են կեղծված ընտրությունների էջը Հայաստանում փակված է։ Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը երրորդ անգամ անընդմեջ երկրի կառավարումը վստահելու համար, երրորդ անգամ անընդմեջ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հնարավորություն ունի եւ կձևավորի, միանձնյա կձևավորի կառավարություն։ Կար եռագլուխ պատերազմի կուսակցություն եւ իր պոչ։ Պոչը կտրել է եւ եռագլխիկներից մի գլխիկն էլ է կտրել։ Այն երկու գլուխները ջախջախել է քաղաքական իմաստով։ Եթե որևէ մեկը կասկածում է ընտրությունների ընթացքին, կարող է բողոքարկել, շեշտեց Պապոյանը։ Հիշեցրեց հակակոռուպցիոն կոմիտեի բազմաթիվ հաղորդագրությունները ընդդիմադիր ուժերի կողմից ընտրակաշառք բաժանելու առերևույթ դեպքերի մասով։ Ես հետևելու եմ, որ այդ դուրսպրծուկները նստեն, այս անգամ նստելու են ու պիտի նստեն, որովհետև սա պետության ազգային անվտանգության հարց է։ Չի կարող մեկը գալ ինչ-որ տեղից միլիարդավոր դրամներով բանանել, փողեր բաժանել ու հետո տես բան չի եղել, էլի։ Հիասթափված չեմ, հիասթափված եմ ընդդիմության գործելավորչից, ընտրակաշառքների այդ փաթեթներով դեպքերից։ Այս ընտրությունը պետությունը փրկելու մասին էր եւ քաղաքացիական պայմանագիրը հաղթանակ տարավ, նկատեց նախարարը։ Փոփոխություն փաստորեն չեղավ, այո, փոփոխություններ կլինեն Հայաստանում, շատ փոփոխություններ, դրական փոփոխություններ կլինեն, այդ թվում նաև փոփոխություն բառը ասող մարդիկ քաղաքականությամբ չեն կարողանա զբաղվել։ Քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչները շեշտեցին, Հայաստանում պսևդոժողովրդավարության էջը փակված է։ Քաղաքացիական պայմանագիրը, ինչպես նախկինում, ապագայում եւս կծառայի Հայաստանի շահերին, իրականացնելով տրված խոստումները։ Մերի Խաչատրյան, Հովհաննես Քյոսյան, լուրեր։